Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ապրիլ 24-յան ուղերձ է հղել, նշելով, որ հայ լինելը մեծապես ազդել է իր աշխարհընկալման վրա։ Մեջբերում այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվեցին հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայ լինելը իմ էության եւ դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր եւ այն խորացրեց իմ կապն արմատներիս հետ այնպես, ինչպես ես ամեն օր կրում եմ ինձ հետ։ Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի եւ աշխարհի բոլոր տառապողների համար, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի եւ նրանց ցավը չանտեսվի։ Մեջբերման ավարտը։ Il y a 111 années, dans la douceur d'Erevan, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի արդիվ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն ելույթ է ունեցել Մարսելում, որտեղ ընդգծել է Ֆրանսիայի մշտական աջակցությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Նա ընդգծել է, որ ավելի քան 58000 հայ փախստականներ են ժամանել Մարսելի նավահանգիստ ցեղասպանության ժամանակ, իսկ նրանց զավակները շարունակում են ապրել այնտեղ մինչ օրս։ Մեջբերում Հայաստանը գոյատևել է եւ կգոյատևի։ Ֆրանսիան միշտ նրա կողքին է։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին թե դիվանագիտական, թե ռազմական առումով։ Մենք անընդհատ տրամադրում ենք զենքեր Հայաստանին ապահովելու նրա ինքնապաշտպանությունը, իսկ ֆրանսիացի զինվորներն օգնում են հայկական բանակին Հայաստանում։ Ֆրանսիայի վարչապետը շեշտել է. մեջբերում բարեկամ երկրի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որը ավելի շատ հայտնի է որպես Տատիկ Պապիկ, հայտնվել է ոչնչացման եզրին, ահազանգել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ Համացանցում բազմաթիվ ադրբեջանցի օգտատերեր սպառնում են, թե իբր սա ապրիլի 23-ին Թուրքիայի դրոշն այրելու պատասխանն է, իսկ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել, պահանջելով Հայաստանի իշխանություններից պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշն այրած անձանց։ Սա Ադրբեջանից հնչող բացահայտ սպառնալիք է։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը մեր մշակութային արժեքներն օգտագործում է որպես զենք։ Հենց նույն Տատիկ Պապիկի արձանը 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո ենթարկվել է վանդալիզմի։ Օրերս էլ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եւ Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցիները։ Այս հանգամանքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև։ Պակիստանյան լրատվամիջոցները հայտնել են, որ այս պահին հանդիպել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Ասիմ Մունիրին։ Ժամեր առաջ է Իրանի արտգործնախարարը ժամանել Պակիստանի մայրաքաղաք ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների նպատակով։ Այս անգամ սակայն ամերիկյան կողմում կբացակայի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես փոխանցել են միջազգային լրատվամիջոցները, Վենսը հայտնել է, որ բանակցությունների չմասնակցելու հիմնական պատճառը Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի բացակայությունն է։ Հնարավոր է Վենսը եւս որոշի միանալ իր թիմին բանակցություններում առաջընթացի դեպքում։ Ամերիկյան կողմը ներկայացնում են Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան Իսլամաբադում ապրիլի 27-ին։ ԱՄՆ հարավային հրամանատարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հարվածել թմրանյութերի մաքսանենգության համար կասկածվող նավի։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նավը բռնկվում հարվածից հետո։ ԱՄՆ զինվորականների տվյալներով գործողության ընթացքում սպանվել է 2 մարդ։ Սա հարավային նիզակ գործողության շրջանակում իրականացված 54-րդ հարվածն է 2025 թվականի սեպտեմբերից ի վեր։ Ըստ լրատվամիջոցների այս գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 183-ի։ Particularly with our allies in the West and in Europe. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի լուրջ եւ հավանական թեկնածու է համարվում։ Ինչպես հայտնել է Պոլիտիկո պարբերականը, նախագահ Թրամփի վստահելի անձինք հենց Ռուբիոին են դիտարկում որպես հաջորդ նախագահ։ Այս ամենը պայմանավորված է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին պաշտոնանկ անելու նրա աշխատանքով եւ Թրամփի նկատմամբ անսասան հավատարմությամբ, գրել է պարբերականը։ Դեռ ամիսներ առաջ Դոնալդ Թրամփը իր ելույթներում հաճախակի էր շեշտում. մեջբերում Մարկոն լավ տղա է, նա շատ հավատարիմ է եւ այլն, մեջբերման ավարտը։ Ավելին, Թրամփը իր հավատարիմ քարտուղարին ճանաչել էր լավագույն պետքարտուղար ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում։ Եկատերինբուրգում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է բնակելի շենքի, պայթյունին հաջորդել է խոշոր հրդեհը։ Ինչպես հայտնել է տեղի փրկարար ծառայությունը, կան զոհեր եւ վիրավորներ տարբեր աստիճանի այրվածքներով։ Թանձր ծուխը տարածվել է շենքի հարակից հատվածներով։ Բնակիչների մեծ մասին հոսպիտալացրել են շնչառական լուրջ խնդիրների պատճառով։ Ոչ Ուկրաինան եւ ոչ էլ Ռուսաստանը կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես չեն եկել։
193 ռուս գերիներ 3 վերադարձել են Ռուսաստան։ Զինվորներին տեղափոխել են բուժ հաստատություն համապատասխան զննում անցկացնելու նպատակով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի տարածքից Ռուսաստանին է վերադարձվել 193 ռազմագերի։ Համապատասխան ուկրաինական կողմին է հանձնվել նույն թվով ռազմագերի։